Բարև ձեզ, եթերում ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թուրքական Թուսար այրոտեզերական ընկերությունը Ադրբեջանի հետ Հյուր-Քուշ ուսումնամարզական ինքնաթիռների մատակարարման համաձայնագրի ստորագրման վերջին փուլում է։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն։ Ներկայումս փորձարկման և սերտիֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Այժմ սկսվում են մատակարարումները։ Ադրբեջանի հետ մենք գրեթե հասել ենք համաձայնագրի ստորագրման փուլին և կարող ենք ասել, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Թուրքական Աքյաքյա քաղաքում ընթանում են Գյումրի-Կարս երկաթուղու և ցամաքային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման աշխատանքները։ Նախնական տեղեկությունների համաձայն երկաթուղու աշխատանքները կավարտվեն 2-3 ամսից։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտնել է Աքյաքյայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը։ Այնպես որ շինարարությունն սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, եւ ակնկալում ենք, որ աշխատանքներն հայկական կողմ նույնպես կսկսվեն։ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, կենտրոնանալով գազի առևտրի վրա։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեդաժի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։ Կողմերի միջև քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում եղկոմ համագործակցության, մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրն ընդլայնելու հարցեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադիի հետ։ Քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկին վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը։ Աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Խուդատյանը հանդիպել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցության, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Հայաստան-Իրան 400 կՎտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին վերաբերող հարցեր։ Կրկին սրվել է հակամարտությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Կողմերը վերսկսել են հրթիռային և օդային փոխադարձ հարվածները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանը անսպասելի հարձակման փորձ է ձեռնարկել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի վրա, արձակելով բազմաթիվ բալիստիկ հրթիռներ։ Ի պատասխան ամերիկյան կողմին Իրանը հայտարարել է, որ թիրախը Հորդանանում գտնվող ամերիկյան բազան է եղել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտնել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող նավթատար 3 լցանավերի։ Ըստ արաբական լրատվական կայքերի հաղորդման, ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համակարգված հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալ խմբավորումներին։ Էր-Ռիադի տարածած հայտարարության մեջ նշված է, որ հարվածները պատասխան են եղել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջերս կատարված անօդաչու սարքերի հարձակումներին։ Նշենք, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակվում է։ Մասնավորապես, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ավարտել են Իրանի դեմ հարվածների ծանր ալիքը։ Հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների։ Վաշինգտոնը սա որակել է որպես հզոր պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ 1 օր առաջ արձակված իրանական հրթիռներին։ Իրանը Ադրբեջանի պետական ASTV հեռուստաալիքն օտարերկրյա մի շարք այլ լրատվամիջոցների հետ ընդգրկել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում։ Այս ցանկում է ներառվել նաև Ադրբեջանում գործող այսպես կոչված Հարավային Ադրբեջանի հեռուստատեսությունը Գյունաս TV-ն։ Նման որոշման պատճառ կարող էին դառնալ ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերությունները։ Իր հերթին Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարել է. Համապատասխան հոդվածի պահանջների և փոխադարձության սկզբունքի համաձայն Ադրբեջանի ազգային շահերին հակասող և երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ քարոզչություն ծավալող լրատվամիջոցների, Սահար հեռուստաալիքի և Մեհր լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանի նրանց ներկայացուցիչների գործունեությունը համարվում է անօրինական։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ադրբեջանական անկախ առցանց լրատվամիջոցի Թոփլում հեռուստաընկերության գործով 9 լրագրողների դատապարտել է 12-ից 15 տարվա ազատազրկման։ Դատարանը բավարարել է նաև քաղաքացիական հայցը, որը պահանջում է դատապարտված անձանց գույքի բռնագրավում։ Հեռուստաընկերության գործով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի հրապարակած դատավճիռներից հետո լրատվամիջոցը պաշտոնական հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և կապված են բացառապես իրենց մասնագիտական գործունեության հետ։ 2016 թվականից գործող լրատվամիջոցի և նրա աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են։ Խմբագրությունը 2024 թվականի մարտին, ինչպես նաև 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած ձերբակալությունները և դրանց հաջորդած նախաքննությունը գնահատել է որպես երկրում անկախ և քննադատական ձայների լռեցմանն ուղղված համակարգված քաղաքականության մաս։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը ներառում է նաև ռուսական Ինտեր-ՌԱՕ էներգետիկ ընկերությունը, որը կապված է Վրաստանի էներգետիկ ոլորտի հետ։ Դուստր ձեռնարկությունների միջոցով ռուսական Ինտեր-ՌԱՕ-ն տիրապետում է Վրաստանի Թելասի, Թելմիկո և Խրամի հիդրոէլեկտրակայաններին։ Այս ամենը Վրաստանում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Եվրամիության բանկերին և ընկերություններին կարող է արգելվել գործարքներ իրականացնել Ինտեր-ՌԱՕ-ի վերահսկողության տակ գտնվող ընկերությունների հետ։ Բացի այդ, Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Սևծովի Կուլևի նավահանգստում, ևս ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում։ Կուլևիի նավթավերամշակման գործարանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 25-ից, եթե մինչ այդ նավթավերամշակման գործարանը չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Վրաստանը մասնակցել է ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ-ի ծովային զեփյուռ 2026 բազմազգ ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Մասնակիցները պատրաստություն են անցել ծովային ականների հայտնաբերման ու վնասազերծման, ստորջրյա և փրկարարական գործողությունների իրականացման, պայթուցիկ զինամթերքի վնասազերծման և անօդաչու համակարգերի օգտագործման ոլորտներում։ Զորավարժությունների մասնակցել են Վրաստանի ափային պահպանության և Վրաստանի պաշտպանության ուժերի 12 զինծառայողներ։ Այս համատեղ զորավարժություններն ամրապնդում են տարածաշրջանային անվտանգությունը և նպաստում Սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության մեծացմանը։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկմանը։